Ամալիա Հովհաննիսյանի Life-room-ի տաղավարում հյուրընկալվել էր վերջերս հայր դարձած Վարդան Սարգսյանը, Star News-ը հետևեց զրույցին։ Քննարկումները նրա երեխայի ծննդի մասին բազմաթիվ էին։ Վարդանը առանց խոսելու անձնականի, սիրելիի, կին ունենալու մասին միանգամից հայտնեց, որ որդի է ունեցել։ Ինչն էլ ստիպել էր հանրության շրջանում քննարկումներ առաջանալ այն մասին, որ հնարավոր է Վարդանը սուրոգատ մոր միջոցով է ունեցել երեխային։ Վերջինս հաղորդման ընթացքում հերքել է լուրը ասելով, որ իր երեխան սիրո պտուղ է և այսքան տարի սպասելուց հետո ինքը չէր կարող ինչ-որ մեկից երեխա ունենալ։ Երբ տեղադրեցի լուսանկարը, 1 միլիոնից ավել մեկնաբանություններ կային, տարբեր վերնագրերով նյութեր և այլն, թե որտեղից երեխան։ Երեխան սիրո պտուղ է ծնվել, իր խոսքում նշեց նա։ Խոսելով հայր դառնալու մասին, Վարդանը պատմեց. «Ես նայում եմ երեխային ու չեմ հավատում, որ ես հայր եմ։ Երբ դու ապրում ես ուրիշ կյանքով, դու ռիթմի մեջ ես, աշխատանք, ճամփորդություն ու նայում ես մի հրեշտակ, 3,5 կիլոգրամ քաշով մի անձ, ով փոխել ա ոչ միայն իմ կյանքը, այլ իմ ընտանիքի կյանքը, ով լույս ա բերել, ապագա ա բերել, ես նրան նայելով տեսնում եմ իմ ապագան։ Շատ շնորհակալ եմ Աստծուն։ Ես ինձ շատ երջանիկ եմ զգում ու ամբողջությամբ ինձ իմ ափսեի մեջ։ Երեխա ունենալու որոշումը կտրուկ է եղել։ Հիմա էլ հստակ կարող եմ ասել, որ ես էլի երեխա եմ ուզում ունենալ, աղջիկ»։ Զրույցի ընթացքում խոսեցին նաև ընտանեկան հանգստի ժամանակ տեղի ունեցած դժբախտության մասին։ Ցավի միջից ոտքի կանգնել ու առաջ գնալ դժվար է։ Դա մի քանի փուլով եղավ։ Մենք ի սկզբանե 21 օր ապրում էինք Կուբայում։ Հիվանդանոցում 3 վիրահատություն և ամեն վիրահատությունից հետո ասում են 24 ժամ կապրի կամ չի ապրի։ Դրանից հետո հորս մահվան շոկը, հետո թղթաբանություն, որովհետև ես չէի համաձայնում, որ հայրիկին վառեն էնտեղ։ Ես ասեցի ինքը պետքա թաղված լինի Հայաստանում, գալ Հայաստան առանց իրան թողնելով մի պահ էնտեղ։ Անվերջ 2 ամիս ինչ-որ այսենց փուլ էր։ Եթե ես Երևանում եմ, չկա կիրակի, երբ մենք հայրիկի մոտ չլինենք։ Այսինքն դա ամսվա մեջ մինիմում 2 անգամ։ Հիմա սպասում եմ երեխայիս 40 օրականը լռանա, անպայման իրան էլ եմ տանելու, թող տեսնի, որպեսզի վաղը ինձանից հետո իմանա որտեղ պիտի գա, ամեն կիրակի պարտադիր։ Շատ եմ իրան կարոտում, բայց միևնույն ժամանակ ինքը ինձ համար կա։ Հայրիկիցս հետո կարծես մի մեծ պատասխանատվություն մնաց ինձ վրա։ Երբ հայրիկիս պետք է արդեն ուղարկավորեին, ես իրա ականջին շշնջացի. «Կփորձեմ էնպես անել, որ մերոնք չունենան ինչ-որ բանի կարիք», նշել էր նա։ Այժմ ներկայացնում ենք Վարդան Սարգսյանի ավելի վաղ ունեցած հարցազրույցներից մեկը։ Դերթ.am-ը անկեղծ զրույց էր ունեցել Վարդանի հետ, որի ընթացքում նա պատմել է, թե ինչպես սկսեց կոմպլեքսավորվել, երբ իր երգը ծաղրի առարկա դարձավ, ինչու դադարեց նոր տեսահոլովակներ թողարկել և ինչու է որոշել, որ իր ընտանիքն ապրելու է արտերկրում։ Վարդան, երկար տարիներ երաժշտական աշխատանքներ չէիք ներկայացնում հանդիսատեսին, թեև ի սկզբանե հայտնի էիք որպես երգիչ։ Ինչու՞։ Ճանապարհորդություններիս պատճառով այն ժամանակ չկար տնից հեռուն, սակայն ես շատ էի սիրում ճանապարհորդել։ Սկզբում աշխատածս գումարը ներդնում էի տեսահոլովակներ նկարահանելու մեջ։ Հետո հասկացա, որ դա ինձ չի հետաքրքրում, ես ավելի շատ ուզում եմ ճանապարհորդել։ Երկուսն անել չէի կարող, նախընտրեցի ճանապարհորդելը։ Ինձ շատ հետաքրքիր էր տեսնել տարբեր երկրների նիստուկացը։ Այդ պահին դա հոգեպես ավելի մեծ բավարարվածություն էր տալիս ինձ, քան երգը։ Գործունեությունս որպես այդպիսին չեմ դադարեցրել։ Աշխատում եմ ակումբներում, շրջագայում եմ նաև համերգային ծրագրերով։ Ուղղակի ինձ մոտ եթերային դադար էր, սակայն շուտով նաև տեսահոլովակ կներկայացնեմ հանդիսատեսիս։ Կարելի է ենթադրել, որ տնից հեռու նախագծի շրջանակներում հասել եք ֆինանսական կայունության, որպեսզի և երաժշտական գործունեություն ծավալեք և կարողանաք ճանապարհորդել։ Իհարկե կա ֆինանսական աճ, որը նաև իմ աշխատասիրության արդյունքն է։ Անկեղծ ասած, այն, ինչ ես եմ հասցրել անել, քչերը կկարողանային։ Կան մարդիկ, ովքեր դիտում են ծրագիրն ու կարծում են, թե ես գնում եմ հանգստանում, վերադառնում եմ։ Իրականում ամեն ինչ հակառակն է։ Ես շատ եմ հոգնում նկարահանումներից և վերադառնում եմ հանգստանալու ցանկությամբ։ Դա աշխատանք է, իսկ ես չեմ կարողանում ճակերտավոր ասած գրդոն անել։ Ամեն ինչ լավ անելու ցանկությունս ինձանից շատ ուժ է խլում։ Ես հիմա ունեմ շատ հրավերներ որպես երգիչ։ Հեռուստանախագիծ, որն ունի հովանավորներ, տուրիստական իմ գործակալությունը։ Դա ինձ հնարավորություն է տալիս աշխատածս գումարի մի հատվածն էլ տրամադրել երգիս։ Թեև չգիտեմ ծախսը կվերադարձնեմ, թե ոչ։ Իրականում դա ինձ այդքան էլ չի հետաքրքրում։ Հիմա ուզում եմ այս աշխատանքն անել, որպեսզի ինձ հանգիստ զգամ։
Հայտնի մարդկանցից շատերի ուղղությամբ պարբերաբար բացասական ալիքներ են ուղղվում։ Ձեր կենսափորձում տարբեր փուլեր են եղել, այդ թվում շրջան, երբ ձեր երգերը հաճախ էին դառնում հումորի առարկա։ Ինչպես էր այդ ամենն անդրադառնում ձեր վրա։ Ես շատ լավ եմ վերաբերվում դրան։ Ես այդ երգերը ձայնագրել եմ 13-14 տարի առաջ։ Նույն Խենթ աղջիկը, Օլգա Ավազյանի հետ Ուրիշի գրկում ես դու զուգերքը մինչև այսօր Դահլիճն ինձ հետ երգում է։ Երգի հաղթանակը կարծում եմ դա է։ Հումորին շատ լավ էի վերաբերվում։ Բոլոր խնջույքներին Ռաֆոն իմ տնազն էր անում և միասին երգում էինք այդ երգը։ Այնպես չէ, որ դա ինձ հարվածելու համար էր արվում։ Երբ իմացա, որ կարգին հաղորդման մեջ պետք է երգեն իմ ձևով, շատ նորմալ ընդունեցի։ Աշխարհի բոլոր երգիչների տնազն անում են և դա նորմալ է, սակայն հիմա, այն ժամանակ մարդկանց թվում էր, որ ինձ ծաղրում են և սկսվեց վատ վերաբերմունք իմ հանդեպ։ Ինձ համար դա ծիծաղելի էր, բայց այդ ժամանակ սկսեցի կոմպլեքսավորվել և չերգել այդ երգը, չնայած այն ուներ մեծ ճանաչում։ Իսկ հիմա… Ժամանակի հետ այդ ամենն անցավ։ Մի անգամ ակումբներից մեկում Ռաֆոյի հետ երգեցինք այդ երգը։ Հրաշալի էր։ Հիմա նոր երգ եմ թողարկում։ Պիտի խնդրեմ Ռաֆոն որևէ ծրագրում անդրադառնա իմ այս երգին, որովհետև դա ինձ համար լավ PR կլինի։ Վստահ եմ, հիմա այլ կերպ կընկալվի։ Ժամանակի հետ այդ ամենին այլ տեսանկյունից նայելը փոփոխությունների փուլ է ենթադրում։ Ինչը փոխվեց։ Ես չեմ անցել այդ փուլը։ Մարդկանց մտածելակերպն ու ժամանակներն են փոխվել։ Այն ժամանակ Հայաստանում մի քիչ այլ մտածելակերպ էր։ Ես ուրախ եմ, որ շատերից մի քայլ առաջ էի։ Եթե ես առաջինն էի, որ կարող է ինձ թույլ տալ տեսահոլովակում հագնել ճղված ջինս, այն ժամանակ այստեղ չկային նման բաներ։ Ես խնդրում էի ինձ համար արտերկրից բերեն այդպիսի ջինս։ Հիմա աղջիկները մերկ են նկարահանվում, տղաները դիմահարդարմամբ։ Ներքին հաղթահարման փուլ չի եղել, սակայն ինձ համար ցավալի էր, որ մարդիկ ինձ այլ կերպ էին ընկալում։ Հիմա ինձ ընկալում են այնպիսին, ինչպիսին կամ, որովհետև իմ նախագծում շատ անկեղծ եմ։ 17 տարի է բեմում եք, ձեր պրակտիկայում որ փուլն եք համարում անկումային։ Անկումային ընթացք չեմ ունեցել։ Եթե որևէ մեկի համար իմ տեսահոլովակ չնկարելը եթերում չլինելն անկումային է, ինձ համար այդպես չէ, որովհետև միշտ կարողացել եմ աշխատել գումար, հրավերներ եմ ունեցել։ Որևէ խնդիր չեմ ունեցել։ Կան մարդիկ, ովքեր ամբողջ օրը եթերում են, բայց համերգներ չունեն։ Հիմա բիզնես եք սկսել և տուրիստական գործակալություն ունեք։ Այս տարիների ընթացքում այլ աշխատանքներով զբաղվել եք ձեր նպատակներին հասնելու համար։ Հիմնականում ամեն ինչ պտտվել է երգի շուրջ, թեև ունեմ լրագրողի, ռեժիսորի մասնագիտություն։ Ես միշտ զբաղված եմ եղել։ Հիմա շնորհիվ իմ աշխատանքի փոփոխվել է կյանքիս ռիթմը։ Չունեմ ազատ օրեր, հանգիստս վայելելու ժամանակ, որովհետև ինձ մոտ մի քանի բան է՝ երգ, տնից հեռու նախագիծը և տուրիստական գործակալությունս, որին ուշադիր հետևում եմ։ Հնարավոր է վաղը որոշեմ օդաչու դառնալ։ Հասկանամ, որ երգը, տնից հեռուն այլևս գումար չեն բերում, նոր մասնագիտություն սովորեմ, իմ դեպքում ամեն ինչ հնարավոր է։ Փաստորեն մաքարող տեսակ եք։ Այո, և շատ եմ սիրում մտածել վաղվա օրվա մասին։ Դա ինձ ստիպում է ավելի արագ շարժվել և գործունեություն ծավալել։ Երբեք չեմ ընկալել մարդկանց, որոնք ապրում են միայն այսօրով։ Star News-ը սիրով այս հոլովակի համար առանձնացրել էր այսքանը։